Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու հետագա զարգացումներին։ Վերջին կադրերից պարզ է դառնում, որ Անգելինայի մայրը այլևս նրանց սենյակում չի տեսնում, իսկ սա նշանակում է, որ Հենրին ու Անգելինան միասին փախել են։ Այո, հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Հենրին ու Անգելինան միասին որոշում են փախչել, փախչում ու գնում են Սևան։ Սևանում նրանք միասին շատ լավ ժամանակ են անցկացնում, նույնիսկ նկարահանումներ են իրականացվում Կիլիկիա նավի վրա։ Իսկ թե ինչ զարգացումներ է լինելու այդ կադրերից հետո ցույց կտա ժամանակը, բայց մի բան հաստատ է՝ Հենրին ու Անգելինան այդպես հեշտությամբ միասին չեն կարող լինել ու երջանիկ, քանի որ Հենրին ամուսնացած է Բետիի հետ, իսկ Անգելինան նշանված Նոյի հետ։ Հեռուստադիտողների կարծիքները բաժանվել են երկու մասի։ Մի մասը կարծում են, որ սերը հաղթելու է ու Հենրին, Անգելինան միասին երջանիկ են լինելու, իսկ մյուս մասը մեղադրում են Հենրիին ու Անգելինային, քանի որ նրանք կորցրեցին իրենց երջանիկ լինելու միակ հնարավորությունը։ Նրանք պատկանում են, այսպես ասած, ուրիշներին, Հենրին ամուսնացած է, Անգելինան ընդունել է Նոյի առաջարկությունն ու միասին փախչում են, դա ոչ մի լավ բանի չի բերի։ Բետին ձեռքերը ծալած չի նստելու, սպասի թե երբ է վերջապես Հենրին վերադառնալու, իսկ Նոյն էլ Անգելինային հանգիստ չի թողնելու։ Բայց թե ինչ զարգացումներ են լինելու Սևանում այս ամենից հետո, կիմանաք ընդամենը ժամեր անց։ Ամենաթեժ ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է տեղի ունենալու հետագա սերիաներում և ինչ սպասի հեռուստադիտողները «Վերջին զանգը» հեռուստասերիալից։ Նշենք, որ դեռ երկար ժամանակ հեռուստադիտողները հնարավորություն ունեն հեռուստաէկրաններին վայելելու իրենց կողմից սիրված դերասանների խաղը, այնպես որ դեռ զարգացումներն առջևում են։ Ինչպես կվարվի Վիկտորիան, երբ տեսնում է սենյակը դատարկ, արդյոք նրանք կասկածելու են, որ Անգելինան փախել է Հենրիի հետ, և Նոյը ձեռքերը ծալած չի նստելու, նա շտապելու է Սևան։ Ինչ է տեղի ունենալու Սևանում, կիմանաք ընդամենը րոպեներ անց։ Այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը լի է բացահայտումներով, հետաքրքիր կադրից դուրս իրավիճակներով, որոնք հարված են նկարահանման հրապարակում։ Դուք էլ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք, և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը։ Գնացա է, յանում ծամում է երկու բլտուխը։ Բայց էդի պայեք ընգեր, ձյացակ ասում է պրծեք զանգեք, էլ ասեմ եք է։ Բայ։ Կեր։ She turned to you, Arlie. Առաջին դերը կինոյում եղել է հիշողություն ֆիլմը, գլխավոր դեր էի խաղում Մարիամի կերպարը, որը ցեղասպանության մասին ֆիլմ էր, էկրաններ բարձրացավ, բայց շատ քիչ մնաց արգելեցին։ Իսկ առաջին դերը թատրոնում եղել է Արնախումի ընտանիքը ներկայացման մեջ Մարիայի կերպարը։ Տեղել էր գլխավոր։ Իսկ այս ստորիով մի հատ բան հիշացնեմ, վաղ խաղում ենք Ֆիգարոյի ամուսնությունը
ներկայացումը, որը խաղացանկից դուրս էր եկել, բայց վերականգնել ենք ու հիմա արդեն նորացված նոր սաստավով խաղում ենք։ Դենց որ կարող եք վաղը համենալ դրամատիկական թատրոն ու դիտել մեր կատակերգությունը։ Հիմա գնում եմ փորձի։ Բարի երեկո բոլորի։ Ուրեմն հիմա մի նոր ֆիլմի, նոր սցենարի վերջակետ է տրվում։ Վերջակետ ասելով նշանակում է սկիզբ, որովհետև վերջակետը տրվում է մտքի, բայց իրագործման սկիզբն է ազդարարվելու շուտով։ Թե ինչ է լինելու, դեռևս չեմ բացի փակագծերը, ոչ թե որովհետև սնահավատ եմ, ոչ թե որովհետև ինչ-որ բաներից, չգիտեմ, վախենում եմ, այլ պարզապես ցանկանում եմ, որ այն ինչ-որ չափով դառնա շոշափելի, որ նա ձեզ կարողանա մատուցել։ Այնպես որ սիրվեք համբերությամբ և իմացեք, որ լավագույնը ստեղծում եմ ձեզ համար, որովհետև յուրաքանչյուր օր մտածում ենք, թե ինչ հետաքրքիր բան ստեղծենք